Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ես այստեղ եմ նախ պարոն Հարությունյանին շնորհակալություն հայտնելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Նախորդ 5 տարիների ընթացքում պարոն Հարությունյանը վարչապետի աշխատանքային առաջնահերթությունները ուղեկցել է գոհացուցիչ կերպով և այժմ հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը այն կարգավիճակն է, որ առավել ուղիղ է առնչվում վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ և ես կարծում եմ, որ մենք հիմա նաև այս ընթացքում մեր կատարած աշխատանքի վրա հենվելով պետք է շարունակենք աշխատանքը առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ։ Ուզում եմ պարոն Հարությունյանին հաջողություն մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության ընթացքում։ Պարոն Հարությունյանը 2018 թվականին եղել է կրթության, գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ապա վարչապետի գլխավոր խորհրդական, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավար և ես կարծում եմ, որ հրապարակային քաղաքական գործի համար շատ կարևոր է Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը և դա մի հանգրվան է, որը քաղաքական գործիչը լավ կլինի, որ անցնի։ Տիկին Մակունցը նույնպես 2018 թվականին եղել է կառավարության անդամ, զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապա Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, ապա վարչապետի գլխավոր խորհրդական և հիմա էլ պետք է ղեկավարի վարչապետի աշխատակազմը և ես համոզված եմ, որ մեր երկու գործընկերները, ինչպես նախորդ կարգավիճակում, իրենց շատ էական և տեսանելի ներդրումը կունենան Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հարությունյան ձեզ կատարված աշխատանքի համար, ես կարծում եմ մենք 5 տարիների ընթացքում լավ ենք աշխատել և ուզում եմ հաջողություն մաղթելով ձեզ ուզքի հնարավորություն տալ հիմա համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, շնորհակալություն գնահատականի խոսքերի համար և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև այս ընթացքում համատեղ աշխատանքի և ձեր աջակցության համար, իրականում մեծ պատիվ է ինձ համար եղել թե նախկինում զբաղեցրած պաշտոնները զբաղեցնելը, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնելը, ես անձամբ և աշխատակազմը ամեն ինչ արել է այս տարիների ընթացքում, որպեսզի առավել հեշտացնի վարչապետի աշխատանքը և առաջ տանի այն հարցերը, որոնք դրվել են աշխատակազմի առաջ, ես կարծում եմ, որ մենք ունենք բավականին լավ համակարգ աշխատակազմում և դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այստեղ հավաքված գործընկերներին, յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել այդ գործում և վստահ եմ, որ կապահովեն շարունակականությունը, մենք տիկին Մակունցի հետ քաղաքական դաշտում ծանոթ ենք արդեն և գործընկերներ ենք և ընկերներ ենք արդեն 2010-11 թվականից, տարբեր պրոցեսների ենք մասնակցել, նաև 2018-ից հետո սերտ համագործակցել ենք, ուզում եմ տեղեկացնել, որ այս շաբաթների ընթացքում մենք տիկին Մակունցի հետ այդ անցումային փուլը իրականացրել ենք և տիկին Մակունցը այս պահին գոնե լավ տեղեկացված է գործընթացներին, որոնք տեղի են ունենում և ես պատրաստ եմ շարունակել աջակցել, հիմա Ազգային ժողով եմ գնում և գործընկերներին ուզում եմ ասել, այնպես ինչպես գործադիրի կառավարության մեր գործընկերներին,
պատրաստ եմ աշխատակազմին աջակցել նաև ազգային ժողովում, պարոն վարչապետ, նորից շնորհակալություն ձեզ եւ Տիկին Մակոնց ձեզ հաջողություն եմ մաղթում։ Խնդրեմ Տիկին Մակոն։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, նախ շնորհակալություն վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է դրան արժանանալը եւ կանեմ առավելագույնը, որպեսզի արդարացնեմ այն ակնկալիքները, որը դուք ունեք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ պարոն Հարությունյանին, այս կարգավիճակում իր հաջորդողների համար շատ բարձր նշաձող սահմանելու համար եւ այս ընթացքում անցումային փուլում իր ցուցաբերած աջակցության համար ձեզ լավագույնն եմ մաղթում, նոր հաջողություններ, դուք հիշատակեցիք անցյալի այդ տարիները, անցած ճանապարհը, համոզված եմ, որ ցանկացած կարգավիճակում դուք անգերազանցելի դեր եք ստանձնելու, շնորհակալ եմ։ Եվ նաև աշխատակազմին եմ ողջունում, ակնկալիքով շատ կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի։ Դե քանի որ տենց անցյալի մասին խոսեցիք, մի երկու բառ ես ասեմ դրա հետ կապված 2011 թվականին մենք իրար հետ ներկաներից ոնց որ թե մենք երեքով, եթե ճիշտ եմ նկատում, մենք երեքս մասնակցել ենք հիմա հասարակական կազմակերպության ստեղծմանը եւ հիմա այդ կազմակերպության անդամ բավականին թվով մարդիկ ներգրավված են պետական կառավարման համակարգում կամ ներգրավված են եղել այս ողջ ընթացքում եւ իհարկե դա մեր ընդհանուր պատմության եւ հիմա արդեն նաեւ Հայաստանի Հանրապետության պատմության մաս է դարձել եւ շնորհակալ եմ նաեւ որ հիշեցրիք այդ հանգամանքի եւ ժամանակների մասին, չնայած մեծ հաշվով չէինք էլ մոռացել։ Կրկին պարոն Հարությունյան, շնորհակալություն, շատ կարևոր աշխատանք եւ առաքելություն է ձեզ սպասվում առաջիկայում։ Դուք նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եք, հիմնադիր անդամ եք կուսակցության, նաեւ վարչության նախագահի պաշտոնն եք զբաղեցրել եւ նաեւ քաղաքական հարթակում կարծում եմ դա նոր հնարավորություն է եւ նոր ակնկալիքներ է բնականաբար կուսակցության համար ձեր խորհրդանական դրսևորումը եւ ըստ էության նույնը կարելի է ասել նաեւ ձեր մասին Տիկին Մակունց, որովհետեւ գործադիր իշխանության մեջ կառավարությունում որպես կառավարության անդամ բավական քիչ եք աշխատել, այսինքն մինչև 2018 թվականի արտահերթ խորհրդանական ընտրությունները եւ սա նույնպես լավ մարտահրավեր եւ հնարավորություն է ձեզ համար, մեզ համար բոլորիս ընդհանրապես որպեսզի մենք փորձենք մեր ամենօրյա աշխատանքին նայել ավելի թարմ հայացքով, մի հայացքով, ով սովոր չի ամենօրյա աշխատանքին, այս ընդհանրապես կարևոր բան է եւ մենք պիտի բոլորս մանավանդ այն դեպքերում, երբ որ մի քիչ երկար ենք նույն տեղում աշխատում, շատ կարևոր է որ անդադ մեր հայացքը թարմացնելու ռեսուրսներ գտնենք, որովհետեւ այդ հայացքը կարող է ուղղակի դառնալ չնկատող նրբություններ, այս օբյեկտիվ բան է, ոչ մեկը սրանից չի կարող խուսափել եւ այդ հատկությունը եւ անհատապես եւ ինստիտուցիոնալ մակարդակով պահելը, ունենալը եւ զարգացնելը կարծում եմ շատ կարեւոր է կառավարման արդյունավետությունը ապահովելու համար։ Առաջիկայում հարգելի գործընկերներ, մեզ իհարկե մեծ աշխատանք է սպասվում եւ այդ աշխատանքը այն մեծ օրակարգի մեջ է, որը մենք ունեցել ենք, այդ մեծ օրակարգը ես ձևակերպում եմ որպես Հայաստանի պետականության հարատևության օրակարգ, բայց իհարկե ամեն շրջափուլը, առաջիկա 5 տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ եւ իհարկե իր հետ բերում է նոր մարտահրավերներ եւ ես հույս ունեմ, որ մենք կարողանանք նկատել եւ իրացնել հնարավորությունները եւ կառավարել մարտահրավերները հիմա արդեն լավ գուցե ինչ որտեղ ոչ այնքան լավ, այսինքն կախված դիտանկյունից եւ հանգամանքից լուրը այն է, որ մենք արդեն փորձառու իշխանություն ենք
եւ սա իր հետ բերում է եւ առավելություններ եւ թերություններ։ Առավելությունը այն է, որ կուտակված փորձը իհարկե ռեսուրս է, որը մենք պետքա կարողանանք կիրառել, իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը ինքը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել եւ պետք է ամեն ինչ անել այդ թմրածությունից խուսափելու համար եւ ես համոզված եմ, որ մենք միասին դա կարողանանք անել, այդ թվում խորհրդանական գործընկերների աջակցությամբ, այդ թվում կառավարության գործադիր իշխանության ներկայացուցիչների աջակցությամբ եւ անընդհատ վերանայելով մեր աշխատանքը։ Կրկին պարոն Հարությունյան, շնորհակալություն եւ հաջողություններ Տիկին Մակունց, ձեզ էլ շնորհակալություն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ եմ մաղթում որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Շնորհակալ եմ այսքանը։